Բարև արդեն 4-րդ օրն է, ինչ Իսրայելը եւ Իրանը գտնվում են փաստացի պատերազմի մեջ։ Կարելի է ասել, որ մենք գործ ունենք այս երկու երկրների տասնամյակներ շարունակվող հակամարտության ամենաթեժ փուլի հետ, իրադարձությունները շատ արագ են զարգանում, հարվածներ, պատասխան հարվածներ, սպառնալիքներ, նորից հարվածներ։ Եվ այս ամենի համատեքստում կարևոր հարցերից մեկն այն է, թե արդյոք այս պատերազմը մեծ է հավանականությունը, որ այն կվերաճի տարածաշրջանային մեծ պատերազմի ներառելով այլ պետությունների։ Մեզ համար ամենակարևոր հարցը թերևս այն է, թե ինչ մարտահրավերներ են առաջ գալիս Հայաստանի Հանրապետության համար, որպես Իրանի հետ հարևան, սահմանակից եւ աշխարհաքաղաքական բարդ հանգույցում գտնվող երկիր։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն ֆորումի նախագահ Կարեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սարգսյան։ Ընդհանուր գնահատական եմ ուզում նախ, ընդհանուրից սկսենք, ինչ կասեք անմիջական խորքային պատճառների եւ պատրվակների մասին։ Արդյոք այս ամեն ինչը տանում է դեպի տարածաշրջանի արմատական վերաձևակերպում։ Իրականում խորքային, եթե դիտարկում ենք, մենք պետք է խոսենք 1975 թվականից հետո ձևավորված մի մերձավոր արևելք կոչված տարածաշրջանի հետ, որտեղ մինչև այդ պահը, մինչև հեղափոխությունը Իրանը հանդիսանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների լավագույն բարեկամը եւ ընկերը։ Իդեպ այդտեղ շատ կարևոր բան կա նշելու, հա, օրինակ նույնիսկ դրանից հետո հեղափոխությունից հետո 80-ական թվականին 81-ին հայտնի Իրան-Կոնտրաս սկանդալ կար, որտեղ որ բացահայտվեց, որ իրականում Ռոնալդ Ռեյգանը ասաց ես տեղյակ չէի, բայց իհարկե տեղյակ էր, որովհետև առանց նախագահի չի լինում եւ խնդիր չէր, իրականությունը այնպեսին էր, որ իսլամական հեղափոխություն արած Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանում էր զենք զինամթերք, որպեսզի կռվեր Սադամի դեմ, Բաասի, Իրաքի, որը մեծ հաշվով հանդիսանում էր սոցիալիստական ճամբարի ներկայացուցիչ։ Այս պատմության մեջ այդ թվում սկանդալի Իսրայելի դերը շատ մեծ էր, որովհետև սկանդալը առաջացավ այն ժամանակ, երբ Ռեյգանի ադմինիստրացիան Իսրայելին միջնորդի դերից զրկեց, այսինքն եթե մինչ այդ պահը զենքը գալիս էր Իսրայելն էր վաճառում Իրանին, իսլամական Իրանին վաճառում էր այդ զենքը, մի պահ Ռեյգանի շրջապատում հասկացան, որ դա ոնց որ դա անիմաստ է ստացվում, նրանք էլ են բողոքում, մենք էլ ենք փող գործում, ավելի լավ է չանենք։ Իսրայելին հանեցին արանքից, մեկ է դա բացահայտվեց թերթերով։ Ինչ եմ սա ասում, պատմությունը շատ խորն է, եւ այնտեղ որովհետեւ բան չկա, այդ միջուկային զենք բան, դա սա ուրիշ պատմություն է։ Այդտեղ կա այլ խորքային կոնֆլիկտ, եւ այդ այլ խորքային կոնֆլիկտը բազմաթիվ շերտեր ունի, մինչեւ իսլամական հեղափոխությունը, Իսրայելի որոշ ազդեցիկ խմբեր, ընտանիքներ Իրանում ունեին ներդրված գումարներ, այդ գումարները ոնց որ չեն վերադարձվում, ոչ ասում են դուք ով եք, մենք ձեզ չունենք այդ գումարները վերադարձնելու։ Այդ փոքր պատմությունները, մեծ պատմություններ, նավթ, տարածաշրջանում Իսրայելի ազդեցություն եւ այդ փոքր պրոքսի խմբեր եւ այլն, այս ամեն ինչը տևում է շատ վաղուց։ Առաջին հաղորդումները այն մասին, որ Իրանը 1-2 տարվա ընթացքում կստանա միջուկային զենք, վերաբերում են 1984 թվականը։ Այսինքն Սովետում հլը Չեռնենկոն էր, հլը Գորբաչովը չէր եկել։ Այս 2 տարին հա ձգվում ու ձգվում, բայց այդտեղ շատ կարևոր նյուանս կա։ 1970-ականների սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Գերմանիան իրանց չասեմ կոտրած, բայց իրանց արդար ձեռքով այն ժամանակ Փահլևիների շահական Իրանին տալիս են միջուկային տեխնոլոգիաներ եւ միջուկային ռումբ ստանալու տեխնոլոգիաներ, տալիս են ուղղակի։ Թեհրանի առաջի փորձարկման այդ ռեակտորը կառուցել են ամերիկացիք, այնուհետև ֆրանսիացիք են կառուցել։ Բուշերի ատոմակայանը գերմանացիներն են կառուցել Siemens-ը։ Իդեպ գերմանացիք դուրս են եկել իսլամական հեղափոխությունից 1.5 տարի հետո։ Այսինքն նենց չի, որ վայ մի գիտես Իրանը տենց տեղում նստած է, մեկ է որոշեց, որ միջուկային զենքը դուք եք Իրան տվել։ Թղթերը տվել եք, հաշվարկները տվել եք, առաջի ցենտրիֆուգները դրել եք։ Եվ ով է ասում, որ այսքան տարի չունի։ Չունի, ինչի համար եմ ես սա ասում։ Մենք ստիպված ենք ինչ որ մի կերպ տեղավորել
բանականության, մեր բանականության մեջ այն փաստը, որ 84 թվականից այս մարդիկ ամեն ինչ պատրաստի ամերիկացիների, ֆրանսիացիների մոտները դրած, ասում են մենք չենք ուզում այդ զենքը։ Գիտեք ինչ, ստիպված ես ինչ-որ միտեղ նաև հավատալու, որովհետև ոնց որ երկար ժամանակը կարային ստանային։ Այդ ընթացքում Պակիստանը ստացավ, այն որ ոչ մեկ էր, Պակիստանը ոչ մինչև հիմա ոչ մեկ են, այնտեղ ասենք գրագետ մարդկանց թիվը, ասենք կարող է ընդհանուր բնակչության 3-4%։ Պակիստանը ստացավ, Հնդկաստանը ստացավ, բոլորը ստացան, բայց այդ իրանք կարային ու չունեցան, ու ասում են որ չենք ուզում մենք միջուկային զենք։ Ասում են որ չենք ուզում ունենալ, բայց ով ասեց որ չունեն։ Էսա հռետորական հարց որ իհարկե չի։ Այստեղ տրամաբանությունը հետևյալն է, տեսեք, միջուկային զենք ունենալը չի նշանակում որ դու շատ ուժ ես, դա ընդհանրապես նշանակում է որ այն մարդը ով քեզ վրա հարձակվում է, ինքը պետք է 2-3 անգամ ավել մտածի քեզ վրա հարձակվելուց։ Բայց կիրառումը, տեսեք, միջուկային զենքի կիրառումը մանավանդ օրինակ Երուսաղեմի վրա, որը 3 կրոնի մայրաքաղաք է, մի տեսակ չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ, այսինքն բոլորը կան, Իրանը կունենա ահռելի մեծ խնդիրներ, Պաղեստինի վրա, Իսրայելի վրա միջուկային զենք կիրառելուց հո այդ գամաճառագայթները չեն հարցնելու, դու հրեա ես, դու Նետանյահուի բարեկամն ես, արի դու մեռի լեյկեմիայից, չէ, դու արաբ ես, դու մի մեռի, չէ։ Ամեն դեպքում հպանցիկ անցանք այդ ամբողջ հակամարտության տասնամյակների վրայով, հիմա ակնհայտ է, չէ, որ պիտի կա հասնի այդ հակամարտության ամենաթեժ փուլը, չեմ հարցնում ինչու հիմա, գուցե նաև դա այլ հարցնեմ, բայց ուզում եմ հարցնեմ, ինչպես էին կողմերը պատրաստվել այս թեժ փուլին։ Խորը։ Եվ Իսրայելը եւ Իրանը։ Ամեն ինչ արել են։ Իսրայելի համար սա գոյության պայքար է, այսինքն Իրանի վրա հարձակումը, ոչ թե Իրանին հաղթելը, ոչ թե որ Իրանը իր վրա հաղթելը, չէ, դա այն էգզիստենցիալ կոնֆլիկտն է, որը նման է, ասենք, ոնց է Ռուսաստանն ասում, ես պիտի Ուկրաինային ոչնչացնեմ, ոնց է Ադրբեջանը ասում, ես պիտի Հայաստանին ոչնչացնեմ, տենց եւ Իսրայելն է ասում, ես պիտի Իրանին ոչնչացնեմ։ Ինչու, որովհետեւ մեծ հաշվով այդ ոնց որ ասում են բարդույթների հավաքածու կա, էլի որ ռազմավարական շահերը որտեղ ռազմավարական շահը չկա, բանի Նետանյահուի իշխանության պահպանությունը, ուրիշ ռազմավարական շահ չկա։ Այո, ուրիշ բան չէ։ Այս հոկտեմբերի 7-ից սկսած 23 թվականին ոչ մի ուրիշ շահ հանդեպ չի պատտվում։ Իսկ Միացյալ Նահանգների մասով ինչ կարելի ասել որպես Իսրայելի դաշնակից նրա մասնակցության մասին, նրա դերակատարության մասին, Բեդոֆլատի մասին մեջբերումները թողում եք մի կողմ, չէ։ Հա։ Մարդու ծնունդն էր, այդ օվալ կաբինետում նստած անձնավորության։ Մարդը Ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ որոշեց, որ ինքը իր ծնունդին պետք է ռազմական շքերթ կազմակերպի։ Դուք հիմա լրջորեն ինձ ուզում եք խոսացնեք նրա մասին, որ Մինեսոտայում կոնգրեսական սենատոր են կրակում, Լոս Անջելեսում ինչ-որ մարդկանց են ծեծում, ընդ որում ազգային գվարդիայով եւ բանակով, ու այդ նույն երկիրն է, որ պիտի համաշխարհային ինչ-որ խաղաղության մեջ խաղա, մանկապարտ է այդ։ Շատ դժվար է հասկանալ, թե ոնց է պատրաստվում Ամերիկայի Միացյալ Նահանգների establishment-ը հետագայում վերականգնի Միացյալ Նահանգների դերը խաղապահի, միջնորդի եւ հեղինակության, որը կարա նստածնի երկրներին բանակցային սեղանին։ Մասնավորապես այս պահին Կիրակի օրը, որտեղ որ ուրբաթ օրը հարված եղավ, բայց Կիրակի օրը նշանակված էին բանակցել 6-րդ փուլն էր բանակցությունների, ընդ որում կողմերը կոշտ չէին արտահայտվում։ Ամեն կողմն էլ ասում էր դրական կոմպոնենտ կա, Իրանը ասում էր մենք շարունակում ենք պատրաստել, որովհետև մենք հրաժարվում ենք միջուկային զենքից, որը մենք չունենք եւ պատրաստ ենք դրան չընդունել։ Խաղ նպատակով թող։ Հա, բայց խաղ նպատակով դուք չեք կարող մեզ արգելել մենք ունենանք, որովհետև ասենք ինչի համար, որ մեղքներիս համար էլի։ Դե հիմա այդ հարձակումից հետո այդ հանդիպումը չեղարկվեց։ Այդուամենայնիվ ես ուզում եմ նորից շարունակել Միացյալ Նահանգների դերակատարության մասին հարցը։ Թրամփը ասում է Իսրայելը եւ Իրանը գործարք պետք է կնքեն եւ նրանք կկնքեն։ Մենտեղ Հնդկաստան, Պակիստան օրինակն է բերում եւ ասում է որ շատ հակամարտություններ, եթե ես լինեի չէին լինի եւ եթե ես կամ մոտավորապես եմ ասում, այդ հակամարտությունը պետք է դադարի, բան եւ այլն։ Այստեղ բնական հարց է առաջանում, եթե այդքան կարող էիք, ինչու
Գիտեք, օրինակ, եթե Տրամպը չլիներ, այս պատերազմը չէր լինի։ Վստահաբար չէր լինի, որովհետև ոչ մի ուրիշ նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, իրական նախագահ, այն տիպի, այն բանի ցեղի նախագահ, որը իր երկրի համար պատասխանատու է, թույլ չէր տա ինքը լինելով համար 1 միջազգային գերտերություն, որ ինչ որ նույնիսկ Իսրայել իր բանակցությունների մեջ, երբ իր պետքարտուղար ասում է, մենք բանակցում ենք, իր բանակցությունների ընթացքում խառնվի ու իր բանակցող կողմին, ում հետ որ ինքը խոսում է, մեկը խփի։ Առավել եւս ոչ մի նախագահ իրան թույլ չէր տա դրանից հետո բանով ասել, հա դե այն մարդկանց ում հետ որ մենք խոսում էինք, արդեն Իսրայելը ոչնչացրել է։ Կոշտ գծի կողմնակիցներն ասում են չկան, հետո էլ լրացուցիչ ինչ որ հարց են տալիս, ասում են դե չես կարող ասել որ կորոնավիրուսից մահացա։ Հա, այսինքն սա ինչ որ մանկապարտեզի է նմանվում։ Հիմա տեսեք, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարման մասին ենք խոսում, ակնհայտ է, որ Իսրայելը ունի թույլտվություն եւ հնարավորություն օգտվելու ամերիկյան արբանյակային բանից նավատոր, չի նավատոր կարելի ասել։ Արբանյակները, որոնք որ կախված են եւ իրանք էլ են պնդում, որ on-line տեսնում են այդ ամեն ինչը։ Միևնույն ժամանակ ամերիկան հենց առաջի օրվանից ասել է ես մեղավոր չեմ, ես տեղյակ չեմ, կապ չունի, ինձ հանգարց չխփեք։ Ռուբիոյի դիրքորոշումը շատ գրագետ է։ Ընդ որում սա Իրանին Մենք գիտեինք, բայց մասնակից չենք։ Հա, մեստեղ ընդ որում Ռուբիոն չի ասել, որ մենք գիտենք։ Այդ Տրամպը հետո ասել է, որ դե ինձ ասել էին։ Հետ լրագրողները հետ են բարձրացրել, պարզվում է, որ չի եղել այդ զանգը, որտեղ որ իրան ասել են։ Այսինքն դա տարօրինակ։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները, եթե իրոք ուզում են սա դադարեցնեն, ինչի մասին իսրայելական մամուլը եւ վերլուծաբանները ասում են շատ հեշտ է։ Շատ հեշտ է։ Ոնց որ ինքը Ուկրաինային տիպը փորձեց կզծնել 1980 բառի համար, բայց այս պահին Իսրայելը հայտարարում է, որ նա խոսում են իրենց վերլուծաբանները, մարդիկ բանակի եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությունը, օժանդակությունը 72 ժամով դադարի, ընդ որում զինամթերքով Իսրայելը կվերջանա։ Ուղղակի բոլորս հասկանում ենք, որ Իսրայելը իհարկե կվերջանա, որտեղ ինքը ոչինչ չունի, չի արտադրում։ Իսկ Իրանի հրթիռները սենց ասեմ, այն վերջի սերնդի հրթիռներից Իրանը ցույց էր տվել եւ դա artificial intelligence չէր 2000 հատ։ Եվ ուրեմն հաջորդ հարցը Իրանը ինչպես է կարողանում պահպանել իր դիրքերը, հաշվի առնելով եւ դրսի եւ դրսի ճնշումները։ Մեծ դժվարությամբ փոքր դատարից շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Իշեսեմ սա ազազուրիսն է Free News եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն ֆորումի նախագահ Կարեն Սարգսյանի, մենք եկանք հասանք այն հարցին, թե Իրանը ինչպես է կարողանում պաշտպանել իր դիրքերը, ներսի եւ դրսի ճնշումները հաշվի առնելով։ Մեծ դժվարությամբ, բայց հələ որ պաշտպանում է, որտեղ այդքան խնդիրը այդքան դիրքերի պահպանումը չի, դիրքերի կարելի է դիրքերը նույնիսկ ինչ որտեղ զիջել, որպեսզի հիմնական ռազմավարական կորուստներ չկրել։ Իրանի համար ամենակարևորը այս պահին հասկանալ, թե ինչ անել հետո։ Եթե խնդիրը Իսրայելն է, ապա դա ոնց որ մի բլոկ է։ Եթե խնդիրը ԱՄՆ-ն է, դա ուրիշ բլոկ է։ ԱՄՆ-ն պաշտոնապես ասում է ես չկամ, բայց պրոքսիներով է աշխատում, այսինքն Իսրայելն է։ Մյուս կողմից Իսրայելին ատում են 4 բոլորը։ Երկիր չկա, որ ասի բան առավելագույնը ինչ իրենց թույլ են տալիս որոշ եվրոպական ղեկավարներ, ասել դե բան թույլ չենք տա որ ոչնչացնենք, այսինքն իրանք ուղղակի նոր հոլոկոստից են ուզում խոսապեն։ Բոլոր մնացած պարագաներում Իսրայելը շանս չունի, որովհետև նորից եմ ասում, Իրանը 80 միլիոնանոց երկիր է, որի բնակչության 50%-ը 35 տարեկանից փոքր են։ Այսինքն սա ապագայի երկիր է։ Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներով, այսքան տարի սանկցիաների տեխնոլոգիան ստեղծում են մարդիկ։ Խնդիր չկա, այս պահին Իսրայելը իհարկե բան է, բայց պետք է հասկանանք, որ Իսրայելի բուն հրեական բնակչությունը հրեական 3 միլիոնի 3.2 միլիոն է։ Որ ասում են 10 միլիոնը սուտ է, այնտեղ 6-ից ավել արաբ է, իսկ այն տակը մնացածը դրանք եկած հրեաների ոչ հրեա ամուսիններն են, այսինքն իրանք ուղղակի բանով են, հա։ Խոսք գնում է Իսրայելը Հայաստանից փոքր է, անբնակչությունով առանձնապես
չի տարբերվում, իսկ իրական կոնֆլիկտի բան այնքան մեծ է, որ պոտենցիալ է։ Ասում մարդիկ դուրս են գալիս, հանդիպում են արաբին, նա ասում ընկերներն եմ շփվում, ասում որ նայում ես վրան, դու չգիտես, հիմա ինքը ժպտում է, իսկ վաղ ինչ կանի։ Կմորթի, չի մորթի, քեզ կմորթի, երեխուդ կմորթի, հացդ կթունավորի, ջուրդ կթունավորի, կամ չի, կամ լավն է ինքը, լավ արաբ է, բայց ասում դու ոչ բան չգիտես, ինքը քեզ չի վստահում, դու իրան չես վստահում։ Այսինքն այդ շիզոֆրենիկ, պարանոիդալ կյանքը երկար չի կարա քաշի։ Իրանք կարող են Իրանի կարևորագույն գործարանները ոչնչացնեն, կարող են նույնիսկ այդ գեներալիտետը, իդեպ այդ գեներալիտետը կարճ ասեմ, որ քանի որ իրանք տարիքով մեծ էին եւ հին պատերազմի բաները, Իրան-Իրաքյան պատերազմից էին դեռևս, իրանք ինչ որտեղ նաեւ կասեցնում էին զարգացում։ Հիմա նոր սերունդ բարձրացավ։ Այս նոր սերունդին միշտ ասում էին, որ Իսրայելը բոբոյա, քխա։ Իրանք շատերը ասում են, ինչ է դե լավ ախր շատ են չափազանցնում, ոնց տենց կլինի։ Ու մեկը առավոտը վեր են կենում, տեսնում որ իսրայելական կործանիչները շենք են իջացնում, որտեղ երեխեք են ապրում, ու իրանք sense նա ասում կարող է ճիշտ էին ասում, կարող է իրոք բոբոյա քխա, ու դու ինչ պետք է անես։ Իրանք 80 միլիոն են։ Իրանք դա չեն մոռանա։ Իսկ դու ընդամենը 3 ու ինչքան ուզում ես դու գերտեխնոլոգիապես զարգացած բան, ի վերջո բոլորդ գալու եք մի բանին կանգնեք, էլի նժարի միտից բան։ Այս պատերազմը ընդլայնվելու տարածաշրջանային մեծ լայնածավալ պատերազմ դառնալու հավանականությունը։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև հայկական սեգմենտում ես ամենօրյա ռեժիմով այն ոնց որ Ուկրաինային էի հետևում, mä սրան եմ հետևում, ու ամենահաճախ ինձ տվող հարցը որ տեսնում են on-line եմ, այնտեղ վարվում է, չէ՞, կանաչատ, սկսում են հարցնել։ Ես այս պահին չեմ տեսնում։ Ես շարունակում եմ պնդել, որ Իսրայելը կրկնում է Երուսաղեմի թագավորության ճանապարհը։ Այսինքն ինքը գնում է ինքնաոչնչացման էներգիան այնքան է ծախսում այս բանի։ Տեսեք ինքը միաժամանակ ինչ անում։ Համաս, Հեզբալլա, Սուրիան, Հութիները, Եմենի եւ Իրանը։ Բոլորին միաժամանակ ինքը հայտարարել է պատերազմ, բոլորի հետ միաժամանակ կռվում է ու չգիտես ինչի Նետանյահուին թվում է, թե սա աշխարհը չգիտի, որ այդ ամերիկյան զենք։ Այսինքն Ամերիկայում նախագահ փոխվեց, կոնգրեսի ընտրությունները կասեցրեցին։ Ինչ որ մի բան եղավ։ Շանս չկա, չես կարա դիմանաս, որովհետև դու պետք է վերականգնես Գազայի հատվածը, որը ոչնչացրել ես, նույնիսկ եթե վերցնում ես քեզ ցեղասպանություն ես անում, սաղ արաբներին մորթում ես երեխեքով բանով, այնտեղ միտեղ պիտի պահես իրանց։ Արևմտյան ափը նոր բաներ է սարքում, բնակավայրեր է սարքում, հրեական, այդ հրեական բնակավայրը պիտի սարքես, պիտի պաշտպանես, եղած արաբներին մի բան պիտի անես։ Գոլանները վերցրել ես այնտեղ տակը այդ Ալ-Շարայի բաներն են, Թարիր աշ-Շամի ժողովուրդն է վազվզում, որը ժամանակ առ ժամանակ գալիս է քեզ կրակելու, կան չհերկված դեռևս տվյալներ, որ դրոների մի մասը, որը եկել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո բարձրացել են Սիրիայից եւ Իրաքից, այսինքն այնտեղ էլ նենց չի որ մաքուր ամբողջ ճակատով բան է։ Հիմա հարց, արդյոք կարա տարածվի։ Այո, ես շարունակում եմ պնդել, որ այս պատերազմը բացառապես Իսրայելի վերնախավի որոշ մասի իշխանության վերարտադրության համար է, Տրամպը ձեն չի հանում, ձեռք է տալիս, որտեղ ինքը խնդրեմ ունի, տարիֆային պատերազմը պարտվել է, ինչպես ասեց սենատորներից մեկը, ասում մենք ունեինք 90 օր եւ 90 պայմանագիր։ Մեզ մնացել է 89 պայմանագիր, բայց 90 օրը արդեն անցել է։ Այսինքն էսա պլյուս լոսի ծեծ ու ջարդը պլյուս սենատոր կոնգրեսական ճիշտ է նահանգի մակարդակի, բայց դաժանաբար սպանություն որ ապտակ անվտանգության բան։ Իսկ այս ամբողջ պատկերի մեջ Թուրքիայի դիրքավորման դիրքորոշման մասին մի կողմից տարածաշրջանում մրցակցային է Իրանի հետ եւ ՆԱՏՕ-ի անդամ է մյուս կողմից։ Թուրքիան ամենակարևորը, որ լրջակույն տնտեսական կապեր ունի Իսրայելի հետ, բացի նրանց, որ ադրբեջանական նավթն է վաճառում եւ նավթամթերքը իր տարածքով։ Էրդողանը անձամբ իր ընտանիքի հետ փոխկապակցված չհերկված տվյալներով իր ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով ջուր, պողպատ,
տարբեր տեսակի քիմիական նյութեր, այդ թվում պարարտանյութեր, որը ասենք նույն սելիտրան ինքը իրականում բանի արտադրության համար է, այս ամեն ինչի վաճառքը Էրդողանը իրականացնում էր Իսրայելին, հետո որ ժողովուրդը իր սկսեց բողոքել, բա մեր գազան, բա մեր բան իսլամական եղբայրությունը, բա դու ինչ ես անում, բան Էրդողանը մեկ էլ ասեց, դե այլ առևտուր չենք անում, իրոք որ բացում ես վիճակագրական տվյալները Թուրքիայի, տեսնում ես Իսրայելը հետ առևտուր չունի, բա այս ում հետ ունի Պաղեստինի նույն ծավալը, ուղղակի հիմա Թուրքիայում գրվում է Պաղեստին։ Դե բոլորս հասկանում ենք, չէ՞, որ Պաղեստին շրջափակման մեջ է։ Պաղեստինում ասենք հաց են ուզում, ոչ թե պողպատ, գազօջախ ու տենց բան։ Նույն առևտուրն է գնում, ուղղակի հիմա ինքը տենց իսլամական աշխարհի համար շատ լավ տղա է, ինքը բանի է տանում։ Հենց որ Էրդողանին նախ պետք է հասկանալ, որ ինքը գերպրագմատիկ, այն ժողովրդական լեզվով ասած տափուկի մեկն է։ Իրան մեկ է։ Միևնույնն է, լուրջ եմ ասում։ Այն բանը, որ տենց զգաց հոտը առավ փողի, դե հիմա իր մոտ ճգնաժամը, չգիտեմ, կենտրոնական բանկի տոկոսադրույքն է, գնաճն է, բան, որ հասկացավ եմ, որ հանգարց մենք որ հարուստ լինեինք, շաբաթը մեկ կարայինք զանգեինք, 2 միլիարդ դնեինք սեղանին, ինքը մի հատ թռներ Բաքու թարս չափալախ տարալիվին հետ գար, որովհետև ինքը իր երկրի կամ իր սեփական կուսակցության հարցն է լուծում։ Պրոբլեմ ունի գումարի։ Քանի որ Ալիևին հիշեցիր Ադրբեջանի դիրքավորման, Ադրբեջանի հնարավոր ազդեցության մասին Իրանի հյուսիսային հատվածներում փոքրամասնություններ, հատկապես ադրբեջանցիներ Իրանի տարածքում եւ այլն։ Երկրորդն է ըստ հաճախականության այդ հարցը որ հանդիպում է, հեսա Ալիևը բանը կուտի, այդ հյուսիսային բանը կուտի, մենք էլի շրջափակման մեջ կմնանք։ Ճիշտ ասած, երբևիցե չեմ կարողացել հասկանալ այդ տրամաբանությունը Ալիևին մեծարելու մեր ազգի մեջ։ Հələ Պուտինին մեծարում են լավ, Ալիևին խեն մեծարում չեմ հասկանում։ Վախից է երևի։ Իրականում այդ այնպես չի որ մի քիչ բանից որ խորանում ես, իրանք այդքան էլ ադրբեջանցի չեն։ Պետք է հասկանալ, որ ադրբեջանցի լինելը նշանակում է աշխարհագրական դիրքին պատկանելություն, այդ էլ հայտնի Ատրոպատն է, որը Ալեքսանդր Մակեդոնացու դիադոխներից մեկն է, եւ այդ դիադոխին ընկած տարածքը շատ կարճ է եղել, ուղղակի որպեսզի հասկացնեն, որ դրա մարդիկ են հետը։ Հիմա բուն այն ինչ որ կոչվում է Իրանում ադրբեջանցի եւ այն թափթփուկները, որոնք վազվզել են քուրի այն ափին, ում Ստալինը ասել է, ով չգիտի ինչ ազգի է գրեք ադրբեջանցի, դրանք տարբեր մարդիկ են։ Եվ վերաբերմունքն էլ է տարբեր։ Յուրաքանչյուր Իրանի, լինի դա արևելյան թե արևմտյան Ադրբեջանի բնակիչը, լավ, սենց ասեմ, ավելի որպեսզի հարազատ հնչի, հա, հայկական ականջին։ Արևելյան Ադրբեջանը դա Թավրիզն է, դա պատմականորեն Պարթևների Թավրիզն է։ Այն ինչ որ կոչվում է արևմտյան Ադրբեջան, որպեսզի ճիշտ պատկերացնեք, դա մեր հին հայկականով պարսկահայկն է։ Կապուտանի ափերն են։ Էդ է։ Այնտեղ ապրում են քրդեր, այնտեղ ապրում են զազաներ, այնտեղ ապրում են թուրքերենի դիալեկտի անցած տեղի բնակիչներ։ Այնտեղ բազմաթիվ բան կա, որ դնեթեն տակը քերես էլի հայա դուրս գալու պարսկայիկ ժողովուրդն է։ Հարավից եկած արաբների հետ խառնված քրդեր, որոնց ազգը չգիտես ինչ է, իրանք բոլորը ապրում են այնտեղ, որտեղ որ պարսկահայկն էր, ու այդ պարսկահայկը այսպես թե այնպես Պարսկաստանի այդ բան օստաններով, ծանոթ է, չէ՞, մեր օստաններով ինքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, Արևմտյան Ատրպատական, ինչու որտեվ Ալեքսանդր Մակեդոնացին պարսիկներին որ ջարդեց, այս երկու կտորը տվեցին, ասին Ատրոպատեսի կոնն։ Իսկ պատահական է, որ այս պատերազմի ֆոնին Ադրբեջանը, Հաջիևը նորից հիշում է Չեխիայում իրենց սիրած միջանցքի մասին։ Ես պետքա դիմեմ չեխական մեր բարեկամներին, ասեմ, այդ իրանք բան են, մուսուլման են, խմել չգիտեն, էլ գարեջուր մի տվեք։ Չգիտեմ խիա խմե հիշե, այս պահին ինչ ինքը պետքա սուս մնա, Ադրբեջանը, որովհետև մեծ հավանականությամբ պատերազմի այս կամ այն ավարտից հետո իրանց օգտագործված աղանդարոցի պես շպրտելու են։
թե Իսրայելն աշպրտելու, որտեվ չի ուզենա խառնված լինի, որ ինքն էլ է պրոքսի, ածանցել թեման է, պետք չի էլի դա ոչ մեկին։ Ընդ որում Իրանի ցանկացած իշխանություն, նույնիսկ եթե Շահ Ռեզա Փահլևին որ եկավ, որդին, պատմականորեն մենք Շահի հետ ավելի լավ էինք, քան նրանք, ովքեր կոչվում են ադրբեջանցի, մենք ասած հայերս։ Ասենք, այդ շատ վատ է լինելու Ադրբեջանի համար, առավել ևս եթե խաղաղ բանակցությունները գնան եւ գործող իշխանությունը, գործող ռեժիմը այաթոլաների չավարտվի։ Իսկ ըստ Տրամպի հայտարարությունների եւ ըստ նկարների, որոնք մենք տեսնում ենք Հայֆայից, Տել Ավիվից, Տել Ավիվի շրջակայքից, Երուսաղեմի կողքի գյուղերից, մենք տեսնում ենք ինչպես են ուրախանում Իսրայելի անձնագիր ունեցող եւ Իսրայելի բարիքներից օգտվող արաբները, երբ որ տեսնում են, թե ոնց են վերձայնային հրթիռները հարվածում Հայֆայի նավահանգիստին։ Սա այն է, ինչ որ ես ասում էի, 10 միլիոն մարդուց 6 միլիոն մարդը երջանիկ պարում ու թրջկոտում է նրանից, որ Իսրայելին հարվածում են, այո։ Սա նշանակում է, որ ներքին կոնֆլիկտը շատ մեծ է։ Այդ ներքին կոնֆլիկտը Նետանյահուին ոչ մեկ դատարանից չի հանել։ Ինքը հիմա արդեն գրգործի տակ է, հա, կարող է բան անի։ Նոբելյան մրցանակ չեն տալի։ Հաագայի տրիբունալի թեման ոչ մեկ չի փակել։ Իսկ Նետանյահուի կառավարության երկու նախարար պատժամիջոցների տակ են եվրոպական եւ բրիտանական, այդ թվում բրիտանական թագավորական բանով, որ դիտարկենք, հա, ասենք Նոր Զելանդիա, Ավստրալիա, Կանադա։ Այսինքն Իսրայելի կառավարությունը խնդրեմ ունի, Իսրայելի հասարակությունը խնդրեմ ունի, Իսրայելի ենթակառուցվածքը խնդրեմ ունի։ Պատերազմը իրանք երկար մեծ է։ Այն որ ասում եմ, sense դրած տաշում են։ Դու կարող ես բանես սրելու, դանակ սրելու քարես, հա։ Բայց ինքն էլ նենց չի, որ բամբա կա, բայց ինքը քեզանից մոտավորապես 8 անգամ մեծ է, լավ, ընդհանուր բնակչությունը, 8 անգամ, 8, նույնիսկ եթե այաթոլան իր բոլոր ընկերների հետ են, որ իրանք տենց բան ունեն, չէ, ռուսալեզու մեծ զանգված կա բլոգերների, հեսա այաթոլան փախավ Ռուսաստան, նույնիսկ եթե այաթոլան փախավ Ռուսաստան, ինչ է փոխվելու, դու այաթոլայի երեխուն չես հենց նոր տրակացրել, ես ուզում եմ ուղղակի մարդիկ հասկանան, հա, պարսիկները արաբներին 7-րդ դարում արածի համար մինչև հիմա աչոտ են ուզում 7-րդ դարում տեղի ունեցած ինչ-որ բանի համար, որը մեզ համար մութ է, ինչպես եւ մեծ հաշվով մենք, հա, պարսիկները, ինչ ենք գնում ենք Խանջանի փողոցով, ծանոթ պարսիկ ենք բերում, Վարդան Մամիկոնյանն է, գիտես դες ինչ արել, ոչ ոք չի արել, բայց էական չի։ Ռուսաստանի մասով, Ռուսաստանին ծերնդու է, որ դադարի թե շարունակվի եւ ընդհանրապես արդյոք Ռուսաստանը շահում է սրանից, ու նկատի ունեմ այն, որ միջազգային հանրության ուշադրությունը կարծես թե Ուկրաինայից շեղվում է Ընկերներիս հետ էի խոսում ուկրաինական բան, ընդ որում նաեւ դիվանագիտական կորպուսի, հա, հանում որ մեզ մոտ բան է։ Դա միանշանակ որ ուկրաինական օրակարգը դուրս է գալիս առաջի տողերից, որովհետեւ ինչպես կլինի, Իսրայելը բոլորը գան նրա մոտ եւ ասել, բան, սենց էս Իրան, բան եւ այլն։ Հա, երկրորդական դեր անցնում, իհարկե, բանում Վաշինգտոնում նստած, իրականում Վաշինգտոնում չէ, բայց բանում նստած մարդիկ, որոնք հանել են Ուկրաինայի համար արտադրված զենքը տվել են Մերձավոր Արևելք, հայտարարում են, որ այլևս չեն օգնելու Ուկրաինային, որովհետև մենք այնտեղ ուրիշ պատերազմ ունենք, որը շատ կարևոր է, բան իրենց ձեռատալ։ Այդ կտրվածքով հա, իհարկե, բայց մյուս կողմից, քանի որ Եվրոպան վաղուց արթնացել է ու ոտքի է կանգնել ու հիմա ինքը Իրանով առաջ է գնում, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը շատ կարևոր է, բայց դա դիրքորոշում է արդեն, ոչ թե կրիտիկական։ Օրինակ Իսրայելի հարաբերությունների մեջ Եթե դիրքորոշումը Ամերիկայի փոխվեց, օրինակ եթե Տրամպը չի, այլ օրինակ ինչ-որ մի հատ պայմանական Բայդենը, հա, փոխվեց, դա Իսրայելի համար կրիտիկական է, ավտոմատ կերպով, որովհետև հիմա Իսրայելին, զզվում են բոլորը, սիրում են 4 հոգի։ Հա, հիմա այդ վիճակն է, եթե հնարավոր չի դա բան անել,
Ռուսաստանի տեսանկյունից իդեալական է, որովհետև Իսրայելը մի քանի կարմիր գիծ անցավ, ու հիմա ասենք Ռուսաստանը կարա հարվածի միջուկային կայաններին, կարա տրակացնի կոյուղին, դա խոլերայի բունայի դեպ, դա մարդկության դեմ հանցագործություն է, եւ ես վստահ եմ, որ ինչ-որ մի օր սրա դեմը դրվելու է։ Կարող է ինչ ասես կարա անի, որովհետև հիմա Ռուսաստանը ինչ անի, իրան որ ասեն, բա ասելու է, ինձ գնացեք ձեր այդ միբին ասեք։ Իսկ ինչ կլինի, եթե Իրանին հարվածի ոչ միայն Իսրայելը, այլև ձեր ասած այդ պայմանական 4 հոգին, որ սիրում են։ Կան 4 հոգին։ Կան իհարկե, իրանք այդ 4 հոգին հիմա ապահովում են, որ Իրանի հրթիռների միջոցով Իսրայելը, ասենք, մեծ հովիտ չդառնա, էլի, մեռած ծովի ափին։ Ասում մեռած ծովի ափին մի հատ է մեռած դաշտ չլինի, որովհետև այսօրվա դրությամբ նույնիսկ տեսեք մեղադրում են, չէ, Իրանին ինչ որ անում է Իսրայելը, ահա բայց Իրանի տեսանք մինչև 60%-ը հարստացված ուրան ունի։ Դա է մեր Հրանտ Բագրատյանի ասած կեղտոտ ռումբի պատմությունը։ Ասում դե ոչարապես ոչ մի չի կարող ոչ մնաս։ Տարար գցեցիր այդ яиш սատկի яիշապ։ Ոչ չեն դիմանալու հարցը այդ չի։ Ուղղակի հասկանում եք ռազմավարական սխալը ստեղ ամերիկյան վերնախավի այն էր, որ իհարկե միգուցե դեմոկրատները համահանել էին, այդ շատ ձախ էին գնացել, այն չափազանց ձախ էին գնացել, բայց այդ հետ շարժը, որ գնաց աջ լիբերտար, այդ անարխիզմին համարժեք աչերի կողմը, այդ ավելի վատ է։ Հասկանում եք, օրինակ ոչ մի ձախական մեծ հաշվով, չէ, ինքը կարա զբաղվի, ասենք, չգիտեմ, առանձին վերցրած ինչ-որ կենթանատեսակի, որից 3 հատ աշխարհում մնացես, սաղ պետական բաներում մարմիններին ասի փրկեք, դրանց փրկեք, բան ինչ-որ։ Հա, ինչ-որ զզվել, դուք ստեղը դա հասցնում, բայց վնաս չի տալի։ Այս լիբերտարները կարան վեր կանան, որոշեն, որ ասենք չէ, բան աբորտ անել կարելի է կամ չի կարելի, ու գնան սպանեն կոնգրեսականին, որ 2 տարի առաջ աբորտների մասին բան ելույթ ունեց։ Հասկանում եք, այս անարխիզմը մի քիչ ոնց որ արդեն բարոյականության սահմանները անցել է, այսինքն ոչ թե բարոյականության սահմանները անցել է, չկա այն հիմքը, այն հենքը, ինչի վրա դու կարող ես գնահատական տալ։ Միացյալու ավարտենք առաջիկայում ինչքան առաջիկայում տեսանելի ապագայում, չգիտեմ, դադարելու կամ շարունակվելու հավանականությունը այս պատերազմական։ Ես չեմ տեսնում իր տրամաբանական ավարտը կամ տրամաբանական շարունակությունը։ Ինքը ամբողջ հիմքերը ունենք, հիմա խոսելու ընթացքում, եթերը վերջացնենք, պարզվենք, որ վերջացել է։ Նույնքան հիմք ունենք 4 տարի հետո ստեղ նստած քննարկենք ինչ են անում, որովհետև ինքը այնքան իռացիոնալ պատերազմ է։ Իր հիմքում ընկած է բան, Հաագայի տրիբունալով դատվող Բիբի Նետանյախուի բանը, սեփական հետույքը, սեփական բասկաթոռի մեջ պահելու եւ Տրամպի նացիսիզմը, որը չի կարող իրան թույլ տա ասել ինձ խաբեցին, որովհետև իրան խաբել են։ Ոնց որ Պաուտինայի ժամանակ, որ այդ ուկրաինացի կոթանավերը վերացրեցին ռազմավարական բանը, այտենց էլ հիմա Տրամպին ոչ մեկ ոչ բան չի ասել։ Ինքը իր դեմքը փրկելու համար է ասել, որ ինձ ասել են, որովհետև Ռուբիոն համպետքարտուղարը, համանվտանգության հարցերով խորհրդականը, համարխիվարիուսն է, այսինքն 3 իր պաշտոնով, եթե ինչ-որ մեկը ծպտուն աներ նրա մասին, որ Իսրայելը խփելու, այո, իրանք բոլորը ասում են հա, բայց ասենք այտենց չէ, էլի։ Հա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Չվախեք, մեզ բան չի լինելու, մնացածը ջանդա։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ Զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Եվրատլանտյան ինտեգրացիոն ֆորումի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, կհանդիպենք։